Ողջույն Եվրոմեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել ենք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագոլյանին։ Հարցս պարոն Իսագոլյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Այսպես հունիսի 24-ին իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կայքում Civic-ում հրապարակվեց այսպես կոչված հեղաշրջման պլան եւ հաջորդ օրը սկսվեցին ձերբակալությունները, երեք արդեն կալանավորվել են Սրբազան շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանը ու նրա շատ համախոհներ ու աջակիցներ։ Ինչ է կատարում երկրում, պարոն Իսագոլյան։ Ես չեմ կարծում, որ որևէ արտարոց բան է կատարվում։ Եթե ոմանց համար այս ամեն ինչը այնց ապշելու, զարմանալու, հա, ապա ինձ համար որևէ զարմանալու բան չկա։ Որտեղ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումը 2018 թվական ապրիլին ես երկու բավականին ծավալուն գրառումներ արեցի Facebook-յանի մեջում, որը նաև տպեցին մի շարք լրատվամիջոցներ, հստակ բացատրությամբ, որ ժողովուրդ չի կարելի Նիկոլ Փաշինյանին թույլ տալ, որ նա իշխանությունը զավթի, որտեղ դրան հետևելու են սարսափելի երևույթներ, Արցախի կորուստ, այդ ամենը գրված է, եւ մարդիկ կարող են ուղղակի դա տեսնել թե Facebook-յան, թե ուրեմն տարբեր լրատվամիջոցներ։ Ասում եմ, որ նույնիսկ գալու է ժամանակ, երբ որ նա Հայաստանն է կործանելու։ Չի կարելի թույլ տալ այդ մարդուն գալ իշխան։ Դա 18 թվականն է։ 18 թվական, այո, 2018 թվական մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետը նոր սկսել էին քայլել։ Ես արդեն զգուշացնում եմ, որ սա շատ վտանգավոր երևույթ է, որ այդ երևույթը, այդ քայլելու իմաստը նույնիսկ ինչու 10 օր իրանք դի քայլեին, մինչև Հայաստանի մայրաքաղաքում Երևանում համապատասխան ուժերը կարողանային կոորդինացնել, գեներացնել այն շարժումը, ինչ որ տեղի ունեցավ 18 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Ցավոք սրտի ականջ դնող չեղավ այնպես, ինչպես որ անհրաժեշտ էր։ Շատերը նույնիսկ ասում էին, հա դե հնարավոր է, որ Նիկոլը ինչ-որ բաներն են չանի անփորձության պատճառով, բայց այնինչ դուք եք ասում Արցախը հանձնել, հա, Հայաստանը հանձնել, դա անհնար է։ Այնպես որ կալանավորումները դեռ հələ Հայաստան հանձնել չի։ Մենք ուղղակի այդ ճանապարհի վրա ենք։ Նիկոլ Փաշինյանը իշխանության բերվել է հստակ ծրագրով, հստակ նպատակով։ Եվ հիմա մարդը արտաճանաչորեն կատարում է այդ ծրագիրը։ Ինքը հաշվետու է բոլոր նրանց առջև, ովքեր իրան բերել են իշխանության։ Եվ հիմա զարմանալ, աղիորում լացել, գնալ դատարանների առաջ կանգնել, Արցախը դատարկելուց հետո մտածել, թե դեռ կարող է ինչ-որ բան, հա, լինել, որ մենք զարմանանք, անիմաստ է։ Ես կարծում եմ, ինչ որ տեղի ունենում շատ Նիկոլի համար օրինաչափ, Նիկոլի համար պարտադիր պլան է։ Եվ ինքը իր պլանը իրականացնում է։ Մեղավորը մենք ենք։ Գիտեք, լավ կլինի, որ մենք մեղքը մեր մեջ փնտրենք։ Որտեվ երբ որ դու օրակարգ չես կարողանում թելադրել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինքը իր օրակարգը բերում է մեջտեղ եւ պարտադրում է, որ մենք բոլորս շարժվենք այդ օրակարգով։ Ցավում եմ, օրինակ երբ որ 21 թվականի պատերազմի խայտարակ պարտությունից հետո ոմանք որոշեցին Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրության, իմ աղերսը դարձել է, էլի տուն եմ գնացել, լավ չասեմ կուսակցություն։ Մարդկանց խնդրել է, որ մի լեգիտիմացրեք իր այն կատարած հանցագործությունները, որ արել է 20 թվականը մինչև։ Մի լեգիտիմացրեք դա։ Մարդիկ ասում էին, մենք հաղթելու ենք, մենք սա ենք անելու, նա ենք անելու, արդյունքում 21 թվականին լեգիտիմացրեցինք Նիկոլ Փաշինյանի կատարած հանցագործությունները։ Դրանից հետո մենք պարտավոր էինք գոնե նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը, եթե լավ փոքրամասնությամբ էինք մտել ազգային ժողով։ Գոնե փոքրամասնության փորձեին ազգային ժողով ֆունկցիան իրանց կատարել, այն ֆունկցիան, որ սահմանադրությամբ եւ օրենքներով պարտավոր են կատարել։ Ոչ միայն չեն կատարել, հիմա էլ չեն կատարում։ Հիմա երբ որ ասում ես, որ կա օրինական ճանապարհ, սահմանադրական ճանապարհ, դա վարչապետի անվստահություն հայտնելու հարցն է։ Խնդրեմ Հայաստան դաշինքի կամ Հայաստան խմբակցության վարքագիծը նայեք։
Երբ որ նույնիսկ կա արդեն առաջադրված վարչապետ, տեխնացու Դավիթ Համբարձումյան, Հանրապետական կուսակցությունն ասել է քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Նույնիսկ այս պարագայով Հայաստան խմբակցությունը չի ուզում միանալ այդ նախաձեռնությանը, որն է պատճառը։ Ստորագրությունները ախր ձև կա, չէ, ձևաթուղթ կա։ Դուք էլ կարող եք հիմա ստորագրել ձեր դարակում պահել։ Դա չի նշանակում, որ դուք գործընթացին մասնակցում եք։ Եվ Նիկոլը դրա համար շարունակում էր գործունեությունը եւ կարծում եմ այն հանցագործությունները, որ պիտի կատարեր 21-ից 26 թվական, 26 թվականին Նիկոլի հետ գնալով ընտրության լեգիտիմացնելու ենք նաեւ իր այս կատարած հանցագործությունները։ Ոնց որ ես կարծում եմ մենք շատ սխալ պատկերացում ունենք, թե ինչ է տեղի ունենում, շատ վատ ենք պատկերացնում, թե ովքեր են պատվիրատունները եւ չենք կարողանում հասկանալ մեր անելիքները։ Այստեղ է ամբողջ գաղտնիքը, թե ինչու է Նիկոլը իրան դրսևորում այն կերպ, ինչ կերպ դրսևորում է։ Նա պարտավորություններ ունի, կատարում է իր պարտավորությունները։ Նա օրակարգ է թելադրում, մենք մտնում ենք իր օրակարգի մեջ։ Փոխանակ նորից եմ կրկնում, մենք պարտադրենք նրան մեր օրակարգը։ Դրա համար էլ արտարոց բան չկա, զարմանալու բան չկա։ Այնինչ տեղի է ունենում, նորից եմ կրկնում, դա մտնում է Նիկոլ Փաշինյանի ծրագրի մեջ, նրան պարտադրված կամ նրա կողմից ընդունված պլանի մեջ, եւ ինքը այդ պլանը իրականացնում է։ Այն ինչ որ մենք ենք պարտավոր անել որպես ընդդիմություն, ցավոք սրտի մենք տրվել ենք Նիկոլի եւ Նիկոլի հետևից գնում ենք իր կատարածները սրբագրելու համար։ Սա տարօրինակ երևույթ է, բայց փաստ։ Իսկ ինչ կարելի անել բացի impeachment-ի գործընթացից, այլ ընտրանքային ինչ ճանապարհ կա։ Հիմա տեսեք, դա այն ձևն է, որը որևէ կերպ չեն կարող դատապետել, դատապարտել, ասել օրենքով չի։ Դու գնում ես impeachment-ի գործընթացի, որը նախատեսված է թե սահմանադրությամբ, թե օրենքներով, կատարում ես դրան համարժեք գործողություններ, մոբիլիզացնում ես նաև հասարակությանը, հասարակությունը տեսնում է, որ կա քաղաքական ուժ, որ վերցրել է պատասխանատվությունը, կամ падգամավորներ, որոնք իրենց պարտավորությունները ճշգրտորեն կատարում են, եւ կա անձ, ում առաջադրել ես վարչապետի տեխնացու։ Այլևս հարց չի առաջանում, եթե ոչ Նիկոլը, ապա ով։ Այդ հարցն է դուրս գալի, որից հետո քո բոլոր գեներացած շարժումները, քո բոլոր գեներացած հավաքները, քո բոլոր գեներացված ժողովները լրիվ օրինական են եւ որևէ մեկը չի կարող դրանց նկատմամբ որևէ բան ներկայացնել, հասկանում եք։ Դրանով է, որ impeachment-ի գաղափարը կամ կառավարության անվստահություն հայտնելու հարցը վերել օրակարգ։ Տեսեք ինչ խորամանկ բան է անում Նիկոլ Փաշինյանը, ինչու է ընկել հոգեբորականների հետևից, մեջ վերելով ինչ որ ներքին կաննագիրք, հա, կուսակրոնության հետ կապված, եկեղեցական։ Նիկոլի համար սուրբ գիրքը, որի առջև ինքը պատասխանատու է, դա կառավարության ծրագիրն է։ Կառավարության ծրագիրը կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի սուրբ գիրքն է։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի համար սուրբ գիրքը դա կառավարության ծրագիրն է, որին իրան կողմ քվեարկել են։ Եվ սահմանադրությունը, եւ օրենքը ինչ է ասում։ Եթե կառավարությունը չի կատարում իր կողմից խորհրդարան բերված եւ հաստատված ծրագիրը, ինքը պետք է հրաժարական տա գնա։ Եվ այդ հրաժարականը ովքեր պետք է նախաձեռնեն, падգամավորները։ Հիմա բացեք այդ սուրբ գիրքը կառավարության։ Հիմա կառավարության ծրագիրը։ Կտեսնեք, որ ոչ միայն թերակատարել են, չեն կատարել, այլ արել են ճիշտ հակառակը։ Իրանք պետք է լինեին Արցախի, ուրեմն անվտանգության երաշխավորը, իրանք հոկտեմբերի 6-ին Արցախը նվիրեցին թուրքերի։ Դեօկուպացիա, հազար ու մի բան։ Տարեք այդ սուրբ գիրքը դեմ տվեք, ասեք այդ ինչ ուզում եք ասեք, այդ դեպքում իրավունք ունեք, էլի։ Դու քո սուրբ գիրքը ոչ միայն չես կատարել, դու ճիշտ հակառակն ես արել։ Եվ քո սուրբ գրքի հիման վրա դու պետք է հրաժարական տաս։ Եթե չես անում, նրանք ովքեր հաստատել են քո ծրագիրը, պարտավոր են նախաձեռնել քո impeachment-ի խնդիրը։
սա է որ մենք ասում ենք դա լրիվ օրինական, այլապես ինքը ինչու բերեց էս եկեղեցական։ Վեհապարը ինչ է, ինչ չի, ով է, ով չի, եւ որ ասում ես դա ձեր գործը չի, ոնց, բա մենք հայ առաքելական սուտ եկեղեցու հավատավորներ են, սուտ են ասում։ Ես չգիտեմ այդ մարդը եթե պսակված չի, ոնց կարող է հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակը ապորենի 4 երեխա ունենալ։ Եվ հիմա էլ հղում է անում հավատավոր հոտին, դիցուկ այսօրվա գրառումը, Կտրիչ Ներսիսյանը, ես ամբողջ ձևակերպումը չեմ ուզում կարդամ, պետք է ավազանի անունով է դիմում արդեն վաղուց, պետք է հեռանա վեհարանից, այսինքն կաթողիկոսի նկատի ունի։ Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ Նորից ժողովուրդ։ Խնդրեմ, տես, մարդը թողած իր սուրբ գիրքը, կառավարության ծրագիրը, կեղծ իր թեզերով ասում է բաներ, որոնք անապացուցելի են, այդ որ ասում է ես ունեմ ապացույցներ, սուտ է ասում, չի կարող ունենալ ուղղակի, դա բացառվում է, աշխարհը, ամբողջ տիեզերքը, չգիտեմ, աշխարհի բոլոր գենետիկներն ու բաները միանան, այդ անապացուցելին ապացուցել չեն կարող, այն ինչ խոսում են ժողովրդի մեջ, բոլորի հասցեին էլ ինչ ասեք խոսում են, հիմա այդ անապացուցելին ոնց է ուզում, իսկ իր ապարագայում որ ինքը խախտել է իր սուրբ գիրքը, կառավարության ծրագիրը, դա ապացուցելի է, գրված է մեկ բան, արել է ուրիշ բան։ Հիմա որպես ինքը ամբողջ ժողովրդի ուշադրությունը շեղի, մեջտեղ է բերել եկեղեցու օրակարգը։ Ցավոք սրտի մեր падգամավորներն էլ օղի ուղղորում լացում են, գնում են աջակցության, գնում են, այո, այդ աջակցությունն ու պաշտպանությունը պետք է, բայց ի տարբերություն ինձ, որը կարող է գնալ քայլելով Սուրբ Էջմիածին, պահնել վեհապար հայրապետի կողքը, պաշտպանել վեհապար հայրապետին, падգամավորը ունի պարտավորություններ, ունի լիազորություններ, ունի նախաձեռնություններ ցուցաբերելու իրավունք, որը ես չունեմ։ Մենք ասում ենք, ժողովուրդ, դուք մի խառնվեք, դուք եթե ազգային ժողովում ձեր ֆունկցիան կատարեք, այս մարդը չի կարող այլ օրակարգ բերել։ Եթե դուք նախաձեռնեք իրան անվստահություն հայտնելու խնդիրը, այս մարդը ուրիշ բան անել չի կարող։ Դուք ամեն օր նիստ է բացվում։ Հելեք իր սուրբ գիրքը, հիմա կառավարության ծրագիրը, կարդացեք հոդված ու ասեք, այ չգիտեմ ինչ, դու սա չես կատարել, սա փաստ է, արել ես հակառակը, դու պետք է հեռանաս։ Եթե դուք դա չեք անում, գնում եք նկարվում եք, Սամվել Կարապետյանը բռնել։ Մենակ Սամվել Կարապետյան չի բռնելու, ամբողջ հայերին դարձնելու է բանտարկյալներ։ Պարոն Իսոգլյան, ներեցեք, բայց ինչ, դուք ասում եք օրինական պահանջներ, օրինական պարտավորություններ, շատ լավ, բայց ինչ օրենքի մասն է խոսքը, երբ մարդ ասում է ում ուզեմ, քաղաքական նկատառումներով կբռնեմ, կձերբակալեմ։ Ճիշտ է ասում։ Նրա ձեռքը բռնող ինքը ներողություն, որպեսզի դու բռնես, դու շարժվես ո՞րից։ Կատարես քո պարտավորությունը։ Դու պատկերացնում ես, եթե նա գալիս է ազգային ժողով, լեն ասեն հով, ուրիշ բանից մի խոսա քո ծրագրից եւ ինչ ես կատարել։ Կարդացեք հերթով կետերը, ամեն մեկը 10 րոպե ելույթ ունենալու, պատկերացեք 36 հոգի 10 րոպե խոսում են, ամեն մեկը շեշտում է մի կետ, որ իր սուրբ գրքում Նիկոլի գրված է սենց, կատարվել է սենց։ Ու պարտադրեն, գնացել են հարց են տալ, ինչու ես կալան, ասում են լավ եմ արել, ինչ ուզեմ կանեմ։ Եվ որ դու ասես, բա էս, որ ծրագրում գրել ես, սա քո սուրբ գիրքն է, չէ։ Դու ստանձնել ես, էս քո ուսապարկերն էլ հաստատել են, չէ։ Դու ասել ես, որ անվտանգության երաշխավորն ես, ուր է Արցախը։ Այսինքն իրանք պարտադրեն այդ մարդկանց իրանց գնում են ընդ Սենց իբրեմ Նիկոլի դեմ մի հատ ելույթ են ունենում, մի հատ պոզա են ընդունում, ինչ-որ մեկին կալանավորում են, գալիս են բանտի մոտ կանգնում են կամ դատարանի մոտ։ Ձեր գործը դա չի, դա կանի շարքային քաղաքացին, ես կանեմ դա։ Այդտեղ դու մի արին նկարվի։ Այդտեղ դու ճառեր մի ասավ, այ Նիկոլը սա, Նիկոլը անելու է։ Դու Նիկոլի ձեռը բռնի, որտեղ դու այդ իրավունքը որպես падգամավոր ազգային ժողովի ունես։ Հիմա չէ, իրանք հայտարարում են, մենք պատրաստում ենք 26 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրության։ Ընդ որում, ընտրություն, որ ձեռ է տալիս Նիկոլին։ Հավատացեք, Նիկոլը երազում է, մարդիկ բաց էլ ասում են, դուք մեր երազած ընդդիմությունն եք։ Որտեղ Նիկոլը եթե
ներողություն եմ խնդրում, քավլից ես որևէ մեկին դեմ չեմ, իրան ժամանակին կատարած աշխատանքները շատ լավ գնահատել եմ, դրական գնահատել եմ, բայց հիմա Նիկոլը շատ պարզ տեսնում է, եթե Նիկոլը հանկարծ մրցակցի որևէ մեկ ուրիշի հետ, բացի Հայաստան դաշինքի ղեկավարի, ինքը պարտված է։ Միանշանակ պարտված է։ Այլեք եթե Դավիթ Համբարձումյան, ինքը պարտվելու է Դավիթ Համբարձումյանին։ Եթե չկա Նիկոլ Փաշինյան, Հայաստան դաշինքը պարզվում է անելիք չունի։ Դրա համար էլ ասենց ատամներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի։ Եվ ուզում են, որ ընտրությունը գալիք, նորից լինի, ոչ թե ռեյտինգային ընտրություն, վարկանիշային, այլ հակավարկանիշային ընտրություն, ում հակավարկանիշն է ավելի բարձր։ Եկեք ընդունենք, այդ ժողովուրդը մեղավոր է, ժողովուրդը չի գիտակցում, ինչ ուզում եք ասեք, բայց մարդիկ կան, որոնց վարկանիշով չէ, որ մարդիկ ընդունում են, ընկալում են, այլ հակավարկանիշով։ Մարդը կարող է շատ բարի է, բայց հակավարկանիշ ունի, վարկանիշ չունի, դրական։ Հիմա իրանք ուզում են եւ մենք турք ենք տալի այս ամեն ինչին, վախենում ենք իրանց դեմքին ասել, որ դուք ըստ էության ամեն ինչ անում եք, որ Նիկոլը այս բոլոր անօրենությունները կատարի ու չպատժվի։ Դուք եք այդ անօրենությունների հիմնական մեղավորը։ Ճիշտ է, դա իրականացնում է Նիկոլը, բայց դուք նպաստում եք դրա։ Պատկերացրեք, Նարեկ Մայլյանն ու ասենք Էդգարը Ղազարյան նախաձեռնություն են ցուցաբերել։ ԿՊ-ն լավ իրանց չի ընդունում։ Բայց Հայաստան դաշինքի падգամավորներն խոնարհվի մի հատ էս նկարների առաջ, խի մենք առանց ձեզ չենք հասկանում ինչ պետք է անենք, դուք պատկերացնում եք էս ինչ վերաբերմունք է։ Ու այդ մարդկանց մենք 21 թվականին ձայն ենք տվել, իրանք է ինչ ասում, մենք այնտեղ որպես առաջին խրամատ, մենք գնում ենք ճակատամարտի ամենաթեժ բանը վերցնել, բա վերցրեք ձեր վրա։ Ախի չեք վերցնում։ Թե ձեզ թվում է գեղեցիկ ինչ-որ ելույթներ եք ունենում, այնտեղ իբրև թե Նիկոլին մի բան ասեցիք, դրանով չի արա դուք գործ ունեք անելու է, խոսալ պետք չի գործ արեք, խոսալ էլ խոսացեք բաներ, որ ժողովուրդ հասկանա դուք ինչ եք պահանջում, դուք ասեք, այտենց էլ ասեք Նիկոլ, քո համար սուրբ գիրքը, դա հայ առաքելական սուրբ եկեղեցու կանոնագիրքը չի, քո համար սուրբ գիրքը կառավարության ծրագիրն է, որը դու պարտավոր ես կատարել։ Հիմա դու դա չես կատարել ոչ միայն, այլ ճիշտ հակառակն ես արել։ Դրա համար էլ օրենքը նախատեսում է քո հրաժարականը։ Եթե դու կամովին դա չես անում որպես ձախողված մարդ, որպես այս երկրի թշնամի, ապա դա պարտավոր են նախաձեռնել падգամավորները, ազգային ժողովի падգամավորները։ Պարոն Իսագորյան, բայց համամիտ չեք, որ հիմա այն իրավիճակը չէ, այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բավական ուժեղ է եւ ԿՊ-ից այն իրավիճակը չի, որ մյուս падգամավորները միանան այդ նախաձեռնությանը։ Դա ես ասում եմ, դա կեղծ թեզ է։ Առնվազն ոչ թե 18 հոգի, այլ 48 հոգի ԿՊ-ից կստորագրի դրա տակ։ Ինչ իրավիճակում։ Շատ սովորական։ Դու սկսի նախաձեռնությունը, բա եւ որ ասում եմ դու, տեսի չեն ասում падգամավորները Հայաստան դաշ։ Դու գնացեք, փողոցը գեներացրեք եւ այս մարտիկ Սրբազանի գլխավորությամբ։ Խեղճ մարդիկ տեսնելով որ այնտեղ գործ չկա, չի բացառում որ ինչ մտածել են արա, ոնց այս չարիքից ազատվենք։ Չի բացառում։ Չէ, հետո բարձվեց որ 2024-ին Այ մարդ 2024 կարող է մեր թվագրության առաջի դարի ինչ որ թուղթ լի։ Նիկոլ աղանելու է, կապ չունի դա։ Բայց չէ որ եթե 24 թիվ է նույնիսկ, եթե ձայնագրությունները 10 թվի է, կապ չունի։ Այսինքն մարդիկ տեսնելով որ նախաձեռնություն չկա, գործ չկա, ամեն մեկը ինքնուրույն որոշում է դե մի բան անենք, արա ոնց սրանից ազատվենք։ Բայց եթե ազգային ժողովում նախաձեռնություն սկսվի անվստահություն հայտնելու, բոլոր ընդդիմադիրները ստորագրեն եւ գեներացվի արդեն այդ ժամանակ հենց իրանք պետք է գեներացնեն։ Իրանք պետք է դրա վրա աշխատանք տանեն։ Պահանջում են որ մենք անենք։ Մենք այդ հնարավորությունը չունենք, մենք այդ պարտավորությունը չունենք, մենք այդ հնարավորությունը նորից եմ ամենակարևորը։ Մենք այդ իրավունք չունենք, իրանք այդ իրավունքը ունեն։ Այս մարդիկ նախաձեռնել են, այս մարդկան ձեռ են առնում, ծաղրացու են անվանում, չգիտեմ ինչ են անվանում։ Դե բնականաբար Նիկոլը ուրեմն կանի ինչ որ անելու է։ Եվ ցավում եմ,
ոնց որ 21 թվականին կատարած նրա հանցանքները լեգիտիմացրեցին, հիմա էլ ուզում են այս շրջանում կատարած հանցանքները լեգիտիմացնել։ Ինչ է կարծում, հնարավոր է որ նույն գործողությունները իրականացվեն նաև կաթողիկոսի նկատմամբ առաջ։ Ես ոչ մի բան չեմ բացառում, հավատացեք։ Կարող է հիմա մենք ուղիղ եթերում ենք մտնեն մեզ կալանավորեն։ Նիկոլը իրան համարում է, տեսեք ինչ է ասում մարդը։ Ես առաջին անգամ ինձ լիարժեք վարչապետ զգացի, ոչ որ պոստի 22 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դուք հասկանում եք ինչ էինք ասում։ Ասում է այն օրը, որ ես Արցախը տվեցի, հանձնեցի, ծախեցի Ալիևին, թուրքերի։ Այդ օրը նոր ես ինձ զգացի վարչապետ։ Հիմա էլ Սյունիքը ծախելով ավելի ուժեղ վարչապետ։ Հաջողության պատմություն է ասում։ Կապ չունի հիմա ինչ է ասում։ Ինքը այդ օրը կատարեց քայլ, որ հայ ժողովուրդը չէր կարող ամենադաժան երազում տեսնել։ Սյունիքը կտա, ավելի լավ ուժեղ վարչապետ իրան կզգա։ Հայաստանը կկործանի, սուպեր վարչապետ կլինի։ Եկեղեցին կկործանի։ Մարդը դրանով հաճույք է ստանում, ինչի չեք ուզում հասկանալ։ Եթե ես դա հասկանում էի 18 թվականին մինչև իր իշխանության գալը, լավ, հազարամյա կուսակցությունները, մեծ փորձառություն ունեցող նախկին չգիտեմ ինչերը, դա չեն հասկացել մինչև հիմա, որ ուզում են իր հետ ընտրության գնալ։ Սա է մեր ողբերգությունը։ Հասկացեք, որ մենք, գիտեք, մեկին որ այն հայտնի բան կա, ես միշտ ասում եմ դա, ասում է աղքատի տղեն օծը կերավ, ասեցին սոված էր կերավ, հարուստի տղեն կերավ, ասում են դեղապետի համար կերավ։ Հիմա մի հատ լավ նախկին իշխանավոր մի հատ հիմարություն է դուս տալի, ասում են կարա այս ինչ է։ Խելոք մարդիկ, լուրջ ինտելեկտուալ մարդիկ շատ կարևոր մտքեր են արտահայտում, դա չեն նկատում։ Եվ մեր ամբողջ ողբերգությունը սրա մեջ է։ Թե չէ, միանշանակ Սամվել Կարապետյանը որևէ մեղք չունի, այդ մարդը բացի բարի գործերից վատ բան չի արել։ Քալստանյանը arczepiskopos-ը ոչ մի վատ բան չի արել, բացի լավ գործերից։ Ես ասում եմ, մարդիկ երբեմն անճարությունից կարող է, օրինակ ենթարենք, ես գալիս եմ մտնում եմ ձեր Եվրոմեդիա, արա ասում եմ, դե սրանից ազատվելու ուրիշ ձև չկա, բացի չգիտեմ ես ինչ անել։ Եվ դա հանկարծ վերցնեն, եւ դա ինչի են դա անում, որտեւ նրանք ովքեր առաջի գծում, առաջի խրամատում տի կռիվ տային չեն տալի։ Տեսա, Հուլիսի 1-ին մտնելու է Սերան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին կալանավոր, իրանք դա են ուզում, անելու է։ Անելու է։ Պարոն Իսուգալյան, եւ Բագրատ Սրբազանին ներկայացնում են որպես ահաբեկիչ եւ այս ամենը ներկայացվում է որպես նոր հոկտեմբերի 27-ի կանխարգելում եւ երբ ես նայում եմ սոցցանցերի արձագանքները մի զգալի մասը աջակցում է, հա, կոչերի անում տարեք պատիտակ գնդակահարեք եւ այլն պետության դեմ եւ այլն համի չեք որ Նիկոլ Փաշինյանը առայժմ գրում է հաղթում է ընդդիմությանը առնվազն այդ ընդդիմությունը կարակ է ընդդիմությանը ցույց տալ բացի այն 6 падգամավորները մեկ էլ հանրապետական կուսակցությունը որ այդքանից հետո ամենահալածված կուսակցությունը լինելով հանդերձ ասել է որ ես քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում իր վրա կարող եք ուրիշ մեկին ցույց տալ այ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը էլի նախաձեռնություն է հələ մարդիկ էս վերջերս ավելի մեղմ հայտարարեցին որ իրանք չի բացառում միանան նաեւ այս նախաձեռնությանը Չգա հավատացեք քաղաքացիական պայմանագրի падգամավորների մեծ մասը երազում է օր առաջ Նիկոլից ազատվել որտեղ գինի մի օր էլ SMS իրան է գալու բա ոնց չօգտագործել ես հնարավորությունը մենք ամեն օր հնարավորություն ենք տալիս Նիկոլ Փաշինյանին ավելի ուժեղանալու 20 թվականին Նիկոլը ընդհանրապես գոյություն չուներ նոյեմբերի 9-ից հետո գոյություն չուներ մենք նրան կենթանացրինք 21 թվականին մենք նրան լեգիտիմացրեցինք հիմա ամեն ինչ անում ենք որ Նիկոլը շատ ավելի վայրագանի շատ ավելի ուժեղանա եւ հույս ունենք որ 26 թվականին պետք է գնանք իր այդ ընտրության ու իրան հաղթենք սենց մտածող մարդը կարող է երկիր ղեկավարել ինչու խորհրդարանական ընդդիմությունից դուրս անդիմադիր բևեր չի ձևավորվում։ Հիմա տեսեք, որտեվ քո ամբողջ հույսը 21 թվականին որն էր։ Այն թեզը, որ հաղթելու ենք, չնայած մենք ասում ենք, որ չեք հաղթելու ենք գնացին։ Ասեցին հետո էլ
Նույնիսկ իմ մոտ տպավորություն կա, որ ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որ ուզում են Նիկոլի հետ 26 թվականին գնալ ընտրության, այդ շարժումներ, մարժումներ ամեն ինչ արել է, որ մարի, որ դրանք հաջողություն չունենան։ Որտեւ եթե փողոցային շարժումով ես գալի, դու չես կարող ասես ով է ստանձնելու առաջնորդությունը։ Մի դեպքում դա Վազգեն Մանուկյանն էր, մյուս դեպքում ուրեմն Բագրատ Սրբազաններ, այսինքն այն մարդիկ, ովքեր ուզում են անպայման իրանք լինեն, իրանք չէին։ Ճիշտ է, իրանք մասնակցեցին, չի բացառում մասնակցում էին նրա համար, որ մարեն այդ ամեն ինչ, եւ տենց էլ լինում էր։ Եվ տենց էլ լինում էր։ Հասնում էր մի հատ պիկ, երբ որ հարկավոր է իսկապես ժողովրդին առաջնորդել, իրանք մարացնում էին։ Ինչ թվում է, մարդիկ կան, որ իրանցից բացի ուրիշ մեկին չեն ուզում տեսնել հայոց, հա, կառավարության ղեկին։ Եվ սա է պատճառը։ Ինչի Նիկոլ, այդքան ասում ենք, Նիկոլը այնքան մեղք չունի, որքան մենք մեղք ունենք։ Տեսես, ինձ էլ եմ ներառում դրանց մեջ, որ մեկը չասի ինձ կոնկրետ թիրախավորում են։ Բայց ամենամեծ մեղավորները նրանք են, ովքեր իրանք հայտարարում էին, որ խրամատի առաջի գծում են լինում եւ հիմնական կրակը վերցնելու են իրանց վրա։ Հիմա Նիկոլն դրանից օգտված թելադրում է իր օրը, կամ էլ փոխադարձ համաձայնեցված էլ չի բացառում, որ փոխադարձ համաձայնության պես ամեն ինչը տեղի ունենում։ Սա է մեր ողբերգությունը։ Որ Նիկոլը կատարում է այն, ինչ իրան հանձնարարված է, ինչի համար իրան իշխանության են բերել, շատ փայլուն ձևով կատարում է։ Նրանք ովքեր պիտի դրան հակազդեն, ցավոք սրտի Նիկոլի հետ համամիտ է։ Եվ հաշվի առնելով այս ամենը ներկայիս դինամիկան ինչ զարգացումներ է կանխատեսում։ Տեսեք, եթե օր առաջ խելքի չգան մեր ընդդիմադիրները, ազգային ժողովի հատկապես ներկայացված ընդդիմադիրները, ապա կարելի է հետագայում արձանագրել հետևյալը, որ իրանց վրա է ամենամեծ մեղքը բոլոր այն դժբախտությունների, որ կրում է Հայաստանի Հանրապետությունն այսօր։ Արցախը չեմ ասում, տեսեք, որտեղ մինչև այդ շատերն էին մտածում, որ Արցախի հանձնումից հետո, գոնե 22 թվականի հոկտեմբերի 6-ից հետո բոլորը հասկացան ում հետ գործ ունեն։ Ու այդքանից հետո չանել այն, ինչ իրանք պարտավոր են անել, այլևս ուրիշին մեղադրել պետք չի։ Հասել ենք նրան, որ իրանց մամլո ասուլիսներում հայտարարում են, որ Նիկոլի անփորձության պատճառով տեղի ունեցավ այս ամեն ինչը։ Ապշեցուցիչ բան։ Այսինքն ըստ էության Նիկոլը մեղք չունի առանձնապես, անփորձ էր տղեն, դե գիտեք։ Բա մենք ցես բան էինք սպասում։ Շնորհակալ եմ հասցեության համար, պարոն Իսագուլյան։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում ենք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Կհանդիպենք։